Ժողովուրդ ուրախ եմ ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանին, չնայած նա ներկայացման կարիք չունի եւ չնայած ոչ մի նորություն չկա նրանում, որ նա զբաղեցնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը, որովհետեւ այդպես եղել է 2018 թվականի ընտրություններին համամասնական ցուցակում, այդպես եղել է 2021 թվականի ընտրությունների ցուցակում եւ պարոն Միրզոյան, որն է այսօր նախընտրական քարոզարշավը մեկնարկում ենք եւ որն է ձեր առաջին օրվա ուղերձը մեր ժողովրդին, մեր ընտրողներին։ Բարի լույս, պարոն վարչապետ, բարի լույս սիրելի քաղաքացիներ, առավոտյան համարյա ժամը 9-ն է եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցները այս բան արդեն հասցրել են կամ հիմա սուրճն են խմում աշխատանքի հասնելուց առաջ, կամ արդեն պետքա որ հասած լինեն աշխատավայր եւ աշխատանքը սկսելուց առաջ սուրճ են խմում եւ կարող են մի քանի րոպե մեր հետ անցկացնել։ Իսկապես այսօր խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկն է, առաջին օրն է, ես բոլորիս ուզում եմ մաղթել պոզիտիվ քարոզարշավ եւ բովանդակային քննարկումներ քաղաքական ուժերի միջև, քաղաքական ուժերի եւ քաղաքացիների հետ երկխոսություն, քննարկում մեր ապագայի շուրջ, մեր ապագային առավելագույնս լավ եւ օպտիմալ ճիշտ ճանապարհով կառուցելու, ճիշտ ձևով կառուցելու շուրջ, իհարկե վստահ եմ, որքան էլ որ այս մաղթանքը ասենք, որոշ դերակատարներ քաղաքական անցուդարձի այնուամենայնիվ չեն կարողանա կամ չեն ուզենա անհրաժեշտ մակարդակը պահել եւ անընդհատ կփորձեն ներքաշել ոչ այնքան քաղաքական քննարկումների մեջ, բայց ես միևնույնն է ապավինում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստությանը եւ չնայած այս բոլոր քննարկումներին, որոնք պետք է լինեն եւ կլինեն, ես ուզում եմ հույս հայտնել, չնայած անկեղծ ասած ես համոզմունք ունեմ, որ այդ քննարկումների արդյունքում քարոզարշավից հետո ընտրությունների օրը մեր քաղաքացիներին մեզ ի վերջո կհաջողվի ճնշող մեծամասնությանը քաղաքացիների ապացուցել, որ ճիշտ ընտրությունը այնուամենայնիվ քվեն տալն է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որը 16-րդ քվեաթերթիկն է, ինչու, որովհետև սա միակ քաղաքական ուժն է, որը առաջարկում է, եթե նույնիսկ չկենտրոնանանք նրա վրա, որ անցյալում արդեն այս անցնող ընթացքում կարողացել է ապահովել երկիրը դուրս բերել ծանրագույն ցնցումներից եւ մարտահրավերների միջով անցկացնել, պահպանելով մեր ինքնիշխանությունը, պահպանելով տարածքային ամբողջականությունը, իհարկե այդտեղ որոշակի սահմանազատման գործընթացին մնացող հարցեր կան, բայց նաև ոչ միայն անցյալի համար, բայց նաև նրա համար, որ սա միակ քաղաքական ուժն է, որ առաջարկում է ըստ էության ժողովրդին խաղաղություն, մեր կոչը եւ սլոգանը, լոզունգը այս քարոզարշավին տեր կանգնել խաղաղության, հետեւաբար առաջին բանը, որը մենք առաջարկում ենք ժողովրդին, դա խաղաղությունն է, մյուսը իհարկե ժողովրդավարությունն է, կրկին ես չեմ տեսնում մրցակից քաղաքական ուժերի մեջ համենայն դեպս ըստ հարցումների առաջատար դիրքեր զբաղեցնողների շրջանակում քաղաքական ուժ, որը այսպես ամուր հետամուտ է եւ կրում է եւ հետամուտ է ժողովրդավարական արժեքներին եւ իհարկե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, հետեւաբար խաղաղություն, ժողովրդավարություն, ինքնիշխանություն եւ եթե ես նույնիսկ չլինեի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, խորհրդարանական այդ նախընտրական ցուցակի երկրորդ համարը, ես վստահ եմ գնալու եմ եւ ընտրություն կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Պարոն Միրզոյան, շնորհակալ եմ, բայց ձեր ասածների մի քանի կետ առնվազն հարցեր են առաջացնում եւ ես կուզենայի այդ հարցերին անդրադառնալ։ Դուք խոսեցիք պոզիտիվ քարոզարշավի մասին, ինչը բնականաբար շատ կարեւոր է եւ ըստ էության խոսույթի մակարդակում բոլորը եւ բոլորս ուզում ենք այդպիսի բան, բայց իրատեսորեն հավատում եք, որ քարոզարշավը պոզիտիվ կլինի, որովհետեւ նաեւ ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր երկրներում քաղաքական ջերմաստիճանը բարձրանում է եւ երկրորդը Հայաստանում հիմա էլ 2021-ին առավել եւս, բայց հիմա էլ նույն մակարդակի չէ, բայց էլի ահագին
սուր են հակասությունները եւ ինչքանով եք իրատեսական համարում պոզիտիվ քարոզարշավը կամ ինչ նկատի ունեք պոզիտիվ քարոզարշավ, որովհետեւ կարող է ես ուրիշ բան նկատի ունեմ, դուք ուրիշ բան։ Պարոն Արչապետ, ես իհարկե չեմ կարծում, որ պետքա քաղաքական մրցակիցները այդպես կոմպլիմենտներ շռայլել իրար նկատմամբ, ասեն, ես համարում եմ, որ դուք էլ եք շատ լավը, բայց այ ես մի փոքր ավելի լավ։ Բոլորովին այդպիսի ուտոպիստական բաներով, գաղափարներով տարված չեմ, այդպիսի հույսեր չունեմ, բայց ես ուզում եմ հենվեմ մեր նախորդ շրջանում մի քանի ամիս առաջ, 2 ամիս առաջ մենք ներքին կուսակցական քարոզարշավ ունեցանք եւ շրջում էինք մարզերում մեր կուսակցականների հետ շփվելու համար, այդ նախընտրական, այսպես ասած, primary-ի շրջանակում եւ նաեւ քաղաքացիների հետ էինք շփվում։ Եվ ես հիշում եմ, ինչքան պոզիտիվ էր պարոն վարչապետ այդ շփումը, այսինքն մեր եւ քաղաքացիների շփումը շատ ջերմ է, շատ դրական է, բովանդակային առումով ներկայ եւ ապագայի վրա կենտրոնացած է։ Իհարկե լավ կլինի, որ նաեւ քաղաքական ուժերը միմյանց բարձա ճիշտ եք ասում, բոլոր քաղաքական process-ներն էլ որքան, այսպես ասած, PR կա, հակա-PR-էլ կա եւ իրար որոշակիորեն բախարակում են ցախողումների կամ սխալ քաղաքական հայացքների մեջ մեղադրում են եւ սա մրցակցության նորմալ կանոն է եւ բան, բայց ինչ որ մի մակարդակ կա, որից ներքև կուզեի գոնե, որ չիջներ ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում եւ անձնական, ուրեմն անվանարկումների մակարդակ, բայց կրկին ես շատ հեռու եմ ուտոպիզմից, կան ուժեր, կոնկրետ հիմնական մրցակից կամ մրցակիցներ առաջին 2-3 ուժը, որոնք կարծում եմ, որ այնքան էլ գիտեք, ուղիղ ասեմ, մեր քաղաքացիներից էլ գաղտնիք չունենք, սա իմ կարծիքն է եւ պետքա ոնց կա ասեմ քաղաքացիների։ Ես կարծում եմ, որ կան ուժեր, որոնք այնքան էլ չեն առաջնորդվում հայաստանյան օրակարգով, ավելին ասեմ, հայաստանացին քաղաքական ուժ չեն, այնքան էլ չեն կառավարվում, իրանց ներքին կուսակցական խողովակներով կամ պատվերը քաղաքացիներից չի, որ ստանում են, եւ հետեւաբար այս ուժերը նույն հիբրիդային սպառնալիքների համատեքստում պատվեր ունեն, առաջադրանք խնդիր ունեն անընդհատ օրինակ կեղծ տեղեկատվություն, անընդհատ դաշտը սնուցելով քաղաքացիական պայմանագրի մեր կուսակցության առաջատար դիրքերում գտնվող մարդկանց անվանարկել, կառավարությանն անվանարկել, չգիտեմ, ստահոդ տեղեկություններով մոլորեցնել հանրությանը, հիմա հույս հայտնել, որ իրեն կդադարեցնեն, չէ, բայց մյուս կողմից էլ, չգիտեմ, գուցե երևի այդ պոզիտիվը քաղաքացի եւ մենք շփման մեջ է պետք է ապահովել։ Ես մի գաղտնիք եմ ուզում բացել, այսինքն ըստ էության գաղտնիք կարելի է անվանել, թե նաեւ մենք ինչից ենք հասկանում տվյալ քաղաքական ուժը դրսից է կառավարվում, թե ներսից է կառավարվում, նաեւ հաշվի առնելով, որ դուք հիմա զբաղեցնում եք արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ այդ նրբություններին շատ լավ տեղյակ եք։ Օրինակ, այսպիսի նրբություն կա, սիրելի հայրենակիցներ, երբ որ միջազգային տարբեր գործընկերների հետ տարբեր քննարկումներում մենք լսում ենք նախադասություններ, ձևակերպումներ, ընկալումներ, որոնք տվյալ երկրներում որոշակի ճիշտ թե սխալ այլ խնդիր է, ինչքանով ենք համաձայն, դա չեմ ասում։ Նախադասություններ, ձևակերպումներ, բանաձևեր եւ այլն եւ այլն։ Եվ հետո, երբ որ այդ խոսակցությունները 1, 2, 3 տեղի են ունենում, դրանք փակ կոնֆիդենցիալ խոսակցություններ եւ քննարկումներ են, եւ հետո վերադառնում ես եւ 1, 2, 3 օր կամ շաբաթ կամ ամիս հետո նույնը մեկ էլ տեսնում ենք խորհրդանում պատգամավորներից մեկը պատահական հարց տվեց ընդդիմադիր ձեզ հայտնի շրջանակներին նույն նախադասությունով, նույն բառերով, նույն տեսանկյունով։ Մեկ էլ տեսնում ես, որ լրագրողը հարց տվեց նույն բառերով, նույն տեսանկյունով։ Այսինքն այդ նախադասությունը դու ինչ որ տեղ լսել ես արդեն, ուրիշ տեղ, որովհետև դա հեղինակային իրավունք, այսինքն կա չէ որ ինչ որ մի բան կա, որը հատուկ է եւ ճանաչում ես այդ նախադասությունը եւ այդտեղից նաեւ մենք բացի այլ տեղեկատվությունը մենք ճանաչում ենք դրա համար է որ խորհրդանում շատ դեպքերում սրվում ասում ենք այդ դուք չեք ասում մենք գիտենք որ այդ նախադասությունը ոնց է ձևակերպվել ինչ ընդ որում կա նախադասություններ որոնք ձևակերպվել են մեր ներկայությամբ, մեր արձագանքից, մեր խոսակցության ընթացքում եւ նույնիսկ հարցը տվողը կամ այդ նախադասություն ձևակերպողը ինքը ամբողջ համատեքստը չի հասկանում։
որովհետև դա ծնվել է մեր հաղորդակցության շփման ընթացքում, այսպիսի նրբություններ կան, բայց այլ ուղղակի որ հասանք այդտեղ խոսելով պարոն վարչապետ մի ճշմարտություն կա, կանձիցա կա, որը որ հասնում ես, դու տեսնում ես արդեն ճշմարտություն, հետո չես կարող պայմանական ասեմ հետ տեսնել եւ չնկատել մնացած դրսեւորումները։ Մի այդպիսի ֆիլմ կար, չգիտեմ, տեսել եք թե շատ հեղափոխական ֆիլմ է, Մատրիցան, ուրեմն այդտեղ sense տեսել եմ, բայց լավ չեմ։ Նայեք, պարոն վարչապետ, ինչ որ ֆուտուրիստական իրավիճակ է, որտեղ տեխնոլոգիական խնդիրներ կան, եւ համակարգչի էկրանից sense թվերն են ուղղակի կանաչի իջնում եւ սկզբում ֆիլմի հերոսը հասկանալի ինչ են նստած մյուսներն նայում։ Հետո երբ որ սցենարը զարգանում է, փորձաձեռքում հասկանում ամեն ինչ, տեսնում որ թվերի մեջ պատկեր կա հստակ։ Մի անգամ որ դա տեսնում, էլ չի հիմա մի պատգամավոր, մի լրագրող մի բան է գրում, մեր համար արդեն այնքան տեսանելի է այդ որտեղ եւ մի կին հատամ, այսինքն լավ ուղիղ ասեմ, այդ բոլոր նարատիվները ծնվում են միևնույն կանտորայում, հրահանգ իջեցվում է ակտորներին, կլինեն պատգամավոր, կլինեն կուսակցական ինչ-որ կեղծ կուսակցության ղեկավար, կլինեն մեդիա եւ փորձում են մոլորեցնել, բայց կրկին այդպես է մեր ժողովուրդը իր հավաքական ինտուիտիվ է, թե գիտակցված է, միշտ ճիշտ զգում է ճնշող մեծամասնությամբ թացը չորից տարբերում է եւ վստահ նույնն էլ լինելու է։ Ընդ որում արտաքին հարաբերությունների եւ շփման մեջ ես օրինակ նորմալ եմ վերաբերվում կենտրոնություն, որ ասում ենք, դա նկատի ունենք, ցանկացած հարց, ցանկացած խնդիր, եւ դրսում էլ եւ ներսում էլ մեր ինքնիշխանությունը պահպանելու տրամաբանությամբ մենք բոլոր հարցերը պատրաստ ենք քննարկել, բայց այստեղ խնդրեմը առաջանում է այդ ժամանակ, երբ որ սահմանները, այսինքն ուղղակի թարգմանված տեքստեր են ներկայացվում որպես ներքաղաքական կյանքի մեջ։ Հաջորդ հարցը, որ ձեր ասածից ուղղակի ես կուզենայի անդրադառնալ, տեսեք դուք խոսեցիք ժողովրդավարության մասին, մեր ներքին ընտրությունների մասին, ես զգում եմ եւ տեսնում եմ, որ ամենայն դեպս ոչ բոլորն են, որ մտածում են եւ հավատում են, որ օրինակ մեր մոտ այդ ներքին քարոզարշավ, քննարկում, քվեարկություն կեղծեր շինծու է։ Այդ ամենը մտածում են, որ ամեն ինչի սկզբանե որոշված է։ Եվ դա ընդհանրապես տենց բանը բեմադրություն է հետաքրքիր դարձնելու կամ գրավիչ դարձնելու համար եւ ինչ է կարծում նախ ինչն է սրա պատճառը եւ երկրորդը ինչպիսին է ձեր արձագանքը այս իրավիճակին։ Վարչապետ, հիմա հետաքրքիր հարց տվեցիք, ես ուզում եմ նաեւ զուգահեռ տանեմ նախորդ թեմայի հետ, որովհետեւ ես միշտ մտածել եմ, լավ, այս մարդիկ հայաստանցի են, լավն են ենթադրենք ուզում Հայաստան, ինչն է նրանց ստիպում շարունակաբար առաջնորդվել դրսի ցուցումներով, ընդ որում կապ չունի դուրսը որ մի աշխարհակաղակական բևեռնա, ինչն է նրանց ստիպում հետապնդել դրսի շահերը եւ այլն էլի։ Միթե վերջո, այսինքն չեն սրտացավ չեն Հայաստանում եւ ես մտածել եմ հոգեբանական մի բանի եզրահանգման եմ հասել, որ ինչ որ հոգեբանական հարթության վրա է այդ խնդիրը, ինձ թվում է այդ մարդիկ մտածում են, որ իրանք արժանի չեն, իրանք այդքան չկան, հիշում եք ռեկտորների նախկին, երբ ռեկտորը ասում էր, քոսոտ երկիրը ոնց կարա այդպես ինչ-որ մի բան, իրանք մտածում են, իրանք այնուամենայնիվ այդ լավ պայմանական անունն ենք, ինքան քոսոտ են եւ մեր երկիրը շարունակում է լինել այդ վիճակի, այդպեսին, որ մենք չենք կարող ունենալ մեր ձայնը, մենք չենք կարող մեր ինքնիշխան ինքնուրույն որոշումը կայացնել։ Հետևաբար ճիշտը այտենց է, անվնաս է, այտենց անվտանգ է, բանը։ Հիմա այս նույնը ձեր ասած հարցին ինձ թվում է պատճառը նույնն է։ Իրանք մտածում են, որ չի կարա, մենք այդքան խելացի չենք, մենք այդքան արժանի մարդ չենք, որպես հանրույց նաև, էլի, որ կարողանանք եւ իրանք նաև իրանք իրանցից են բխեցնում, էլի հոգեբան։ Ոնց կարան, ասեք այդ ճիշտ նորմալ արժանի մարդիկ են ունենում ներքին ժողովրդավարական կուսակցական ընտրություններ։ Մենք ոնց կարանք տենց բան մեզ թույլ տանք։ Այսինքն ես վստահ չեմ, որ կարողացա ձևակերպել, թե ինչ նկատի ունեմ, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանում ցավոք երկար ժամանակ եղել է եւ դերևս հիմա էլ այդ ընկալումը կա Դաբրոյի ինստիտուտը, որ եւ նույնը համաձայն չէ։ Եվ ներսում ընդդիմադիր քաղաքական ուժերն են, ես հիշում եմ երկար տարիների քաղաքական գործունեության արդյունքում
Իրանք մտածում են, որ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից պետքա դաբրո ունենա, որ գնա ինքնուրույն որպեսզի Հայաստանում փոփոխություն ընտրություններում հաջողություն ունենան, եւ մենք 2018 թվականին հեղափոխությունը իրականացրել ենք, որովհետեւ մենք հասկացել ենք, որ դաբրոյի տերը մենակ մեր ժողովուրդն է, ով ինչ ասի, մենք հեղափոխությունը արել ենք իհեճուկս բոլոր այդ թվայցալ ուժերի հենվելով միայն մեր ժողովրդի վրա։ Երկրորդը, մարդիկ ուղղակի չեն հասկանում, ոնց կարա օրինակ գործող վարչապետը գնա ասի եւ այդ թիմը ասի հետեւյալը, որ մենք բան ենք անում, քվեարկություն ենք անում, որպեսզի որոշենք մեր վարչապետի տեխնացուն եւ տեխնացուների ցուցակը բաց լինի։ Իրանք գիտեք ինչի չեն դրան հավատում, որովհետեւ իրանք չգիտեն լեգիտիմությունը ինչ է, իրանք չգիտեն լեգիտիմության ուժը ինչ է։ Լեգիտիմության աղբյուրը իրանց համար ուրիշ է, Չէ, բայց լեգիտիմության ուժը, որովհետեւ հիմա մենք կա ժողովրդի լեգիտիմությունը, որը բարձրագույն է, բայց որևէ կուսակցության տեխնացու լինելու համար, այդ թվում վարչապետի տեխնացու լինելու համար, այդ լեգիտիմությունը շատ կարեւոր բան է, որովհետեւ դու համոզվել ինձ համար օրինակ դա այդպես է։ Ինձ համար կարևոր է, որ եթե ես հավակնում եմ, համոզվեմ, որ քաղաքական այն թիմը, որը ես ներկայացնում եմ, ոչ թե այն հանգամանքի բերումով դե վարչապետ է եւ այլն, այլ ինքը փակ գաղտնի քվեարկության պայմաններում կարող է իր դիրքորոշումը արտահայտել եւ դա ինձ համար կարեւոր է, որ ես ուժ ունենամ, լեգիտիմություն ունենամ այդ ֆունկցիան կատարելու, բայց նաև եթե կուսակցությունը այլ տեխնացու է ընտրում, նաև դա կուսակցության հաջողության գրավականն է, որ կուսակցությունը ոչ թե Հայաստանում այդ ավանդույթն էլ կա, որ նորմալ բավականին բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունները մարել են ուղղակի, այն բանի պատճառով, որ շատ լավ առաջնորդ, հոյակապ առաջնորդ, բայց այնուամենայնիվ բան կա, տարիք կա, process կա, ժամանակ կա, չգիտեմ, սխալներ կան, սխալների բեռ կա եւ այլն, այսինքն ինչի պետք է այդ բեռը բանանի մարի կուսակցությունը հասկանում եք եւ ամեն անգամ այդ ռեֆլեքսիան շատ կարեւոր է, որ ինքնահայեցում տեղի ունենա եւ լեգիտիմությունը ամենակարևոր բանն է քաղաքականության մեջ, եւ ես ձեզ ասեմ, մենք եթե լեգիտիմ չլինեինք մեր մանդատներով, այս ճանապարհը, որ մենք անցնում ենք, մենք ի վիճակի հնարավոր չէ լինի անցնել, բայց ես ուզում եմ մի ուրիշ թեմայի անդրադառնամ, որին էլի ձեր խոսքում դուք նշեցիք, տեսեք դուք ասացիք, որ Հայաստանը ճգնաժամից դուրս բերեցինք եւ այլն, բայց մեզ մեղադրանք կա, որ մենք ենք այդ ճգնաժամը նկատի ունենալով պատերազմը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես հենց ուզում եմ, որ դուք դրան արձագանքեք եւ մեր արձագանքը, չնայած հետաքրքիր է, չէ՞, sense բաների մասին մենք տենց ուրիշ առիթներով չենք խոսել, պետք է ուղիղ եթերներ տեսախցիկը կամ կարող է խոսել ենք ոչ տենց բանով։ Հիմա մեզ ասում են, հիմա ասում եք ճգնաժամից դուրս բերեցինք, խաղաղություն հաստատեցինք, բայց դուք եք պատերազմը բերել, հիմա ինչ է գլուխ գովում խաղաղություն հաստատելով։ Հիմա կոնկրետ ձեր ընկալում անձնական եւ իհարկե թիմային տեսանկյունից ինչպիսին է այս հարցը։ Անվարչապետ, սա շատ լուրջ հարց է, բայց ձեր թույլտվությամբ նախորդ բանին մասին էլ մի հատ ռեմարկ անեմ, որ ասում եք ձեր համար կարևոր է, որ կուսակցությունը մարդիկ եկել են, քվեարկել են եւ ընտրել են ձեզ որպես վարչապետի տեխնացու։ Ճիշտ է, բայց հələ ուզում եմ ասեմ նայեք, որ դուք ասում եք ձեր համար է դա կարևոր, բայց մեր մնացածի համար ինչ կարևոր է, որ մենք ենք նախ ընտրել մեր վարչապետի տեխնացու եւ երկրորդ հələ այդ նույն բանաձևը մեր առումով օրինակ իմ համար չափազանց կարևոր է, որ կուսակցականները ինձ տեսել են երկրորդ հորիզոնականում այդ ցուցակի։ Բայց ինչքան էներգիա։ Ոչ թե որ ասենք բանա, մի փոքրիկ խումբ կամ օրինակ լիդերը բանի որևէ քաղաքական ուժի մենակով նստում ցանկը կազմում է։ Ասենք դա եւ վստահություն է տալիս եւ թևեր է տալիս եւ նաեւ թույլ է տալիս ռեֆլեքսիա անել, դու ինչն ես ճիշտ անում, սխալ անում։ Ներողություն, որ այդ թեմային անդրադարձանք։ Ես օրինակ գիտեք, որ երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական գործունեության քաղաքական դուք եք, բայց ես ինչ եմ իմ օրինակը բերում, որովհետեւ ես նախորդ շրջանում նաեւ շատ մասնակցել եմ։ Խորհրդանական ընտրությունների հետ կապված մի այսպիսի շատ կարևոր հարց կա։ Քաղաքական ուժերը հենց սկզբից ընկնում են ճգնաժամի մեջ այն պատճառով, մենք գալիս ասում եմ ես ինչի եմ 9-րդ համարը,
ու չկա այդ հարցի պատասխանը։ Կամ ինչի այն մյուսը երրորդ համարը, ու չկա այդ հարցի պատասխանը։ Դե ինքն է Դա որոշը։ Չէ, ու դա արդեն նեգատիվ էներգիա է ձևավորում կուսակցության ներսում, որովհետև սկսում են խոսալ, հա, այս մեկը ինչի է, այդ երկրորդը այն մեկը ինչի է։ Ինձ համար հենց իմիջիայլից ասեմ, նրանք ովքեր չգիտեն, սա նոր բան չի քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար, ճիշտ է, արտահերտ ընտրությունների պարագայում ցուցակը ձևավորում է վարչությունը, որովհետև ժամանակ չկա այդքան, բայց երկու հերթական ընտրությունների ենք մենք մասնակցել, երկուսի դեպքում էլ ցուցակը ձևավորվել է նույն սկզբունքով, այսինքն փակ գաղտնի քվեարկությամբ։ Հիմա անդրադառնանք այն, որ դուք եք ստեղծել ճգնաժամ, մի հատ էլ բան եք անում, գլուխ եք գովում, որ հաղթահարել եք այդ ճգնաժամը։ Ուրեմն պարոն վարչապետ, ես վստահ սա շատ երկար թեմա է, նախ խոսել ենք, հələ շատ կխոսենք, քննարկվի, բայց ուզում եմ ինչքան էս եթերի ֆորմատը թույլ է տալիս, այդ նրբությունները գուցե դուրս մնան բանից, քննարկումից, բայց նաև ընդհանուր գծերով ասեմ, այն ամեն ինչին մենք բախվել ենք, տասնամյակների, եթե չասեմ դարերի հայ քաղաքական մտքի ուրեմն սխալ ընթացքի կամ սխալ ընտրության կամ սխալ հետևությունների հետևանքա։ Մենք ինքներս, դուք առիթ ա եղել ասել եք դուք էլ անձամբ, ես էլ անձամբ, վստահ եմ մեր թիմի ճնշող մեծամասնություն, բոլորը մեր ընտանիքի անդամները, շրջապատ, մենք բոլորս եղել ենք շատ որոշակի կոնկրետ մի քաղաքական մտքի գրող, երբ որ դա ես չեմ ասում, ասենք, մեր հանրության ներքին կյանքը կազմակերպելու բան, բայց արտաքին հարաբերությունների մասով, հատկապես գիտեք, լավ արտաքին հարաբերությունների չէ, պատմական Հայաստան, իրական Հայաստանն է խոսույթի բանում, մշտապես եղել է այդ հոգեբանություն, այդ տրամաբանությունը մեր քաղաքական մտքի մեջ, որ այ ունեցանք Հայաստանի Հանրապետությունը, բայց դա մեզ քիչ է, դա մենք ավելին ենք արժանի, մենք այո իհարկե եւ արդարաբար պատմության ընթացքում ունեցել ենք եւ ավելի մեծ տարածքով պետություններ եւ պետականություններ եւ ունեցել ենք սա Բայց եղել է որ չենք ունեցել։ Եղել է որ չենք ունեցել եւ հիմա մեզ շանս է տրվել, ես էս միտքը անդադ սիրում եմ գտնել երկիր մոլորակի վրա ապրում են 10,000-ի կարգի տարբեր հաշվարկներով 8-ից 12,000 ազգեր 10,000 ազգ եւ ընդամենը 200-ը այդ 10,000-ից ունեն պետություն եւ մենք այդ երջանիկներից ենք այդ 200-ից մեկն ենք որ ունենք պետականություն եւ մեկը չգիտեմ ինչ որ հոգեբանական բարդությունների պատճառով դա մեզ բավարար չի, դա մեզ քիչ է, մենք ուզում ենք մեր այն մեծ հին պատմական Հայաստանը, որը ոչ մեկ չի շղթում, եղել է, դա մերն է եղել, բայց հիմա մենք երկու տարբերակ ունենք, կենտրոնանալ իրական Հայաստանի վրա եւ պահել, զարգացնել եւ ապրել երջանիկ մեր հայրենիքում Հայաստանի Հանրապետություն կամ շարունակաբար տասնամյակներով եւ հարյուրամյակներով էլի մի սերունդ դնենք ինչ որ մի անիրատեսական երազի զոհասեղանին, հետո էլի մի սերունդ, հետո մի սերունդ էլ ուղակի փախնի Հայաստանից, որտեվ չի ուզենա հայտնվի զոհասեղանին, հիշենք մեր արտագաղթ ամենասարսափելի խնդիրը ոչ թե հիշում եք 90-ականներ, 2000-ականները, խնդիրը ոչ կենցաղային էր, ոչ էլեկտրաէներգիայի անջատումները, ոչ խնդիրն էր, որ մարդիկ չէին ուզում մեռնել, ուզում էին ապրել երջանիկ եւ սովորական մարդու կյանքով։ Չգիտեմ, ընտանիք կազմել, սիրվել, երեխաներ ունենալ, ավտոմեքենա առնել, տուն ունենալ եւ այլն։ Հիմա մենք բոլորս, ես փորձեցի համառոտ ներկայացնեմ այդ պատմականի կոնցեպտը։ Մենք բոլորս եղել ենք այդ քաղաքական մտքի գրողը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհասփյուր հայությունը այստեղ տեղին է օգտագործել։ Ամեն ինչ արել են, որ այդ ճգնաժամը գա եւ մի օր այդ փուչիկը պայթի։ Մեզ թվացել է մենք ապրում ենք, մենք ինչ որ համակեցության կյանքի պայման ենք գտել եւ այդպես նորմալ ապրում ենք, ոնց որ ստացվեց մի տասնամյակ էլ, 2 էլ, 3 էլ, բայց մի օր այդ փուչիկը պայթեց։ Հիմա այդ փուչիկը անխուսափելիորեն էր պայթելու։ Դա արդեն ակնհայտից ակնհայտ է։ Ավելին ասեմ, գծված էր նենց, որ մի օր պայթի։ Մենք բոլորս հավաքական իմաստով մնա Հայաստան հայկական պետական եւ դաթարի այլևս գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Միանշանակ այդ է սցենարը։ Այո, այստեղ պետք է խոստովանել, որ
հիմա ինչ որ առումով էլ մեղքը գցում ենք ամբողջ հանրույթի վրա, այդպես չի, մենք մեր մեղքը խոստովանում ենք, պետք է լինել այդքան իմաստուն, որ պայթելուց առաջ ասենք ժողովուրդ ջան, մենք հասկանանք, երկրորդ ասենք սա պայթելու է, այնպես ինչպես մենք սովոր ենք ապրել 30+ տարիներ, այդպես կյանքը չի շարունակվելու, պետքա բան փոխել, բայց նախ մենք բավարար իմաստություն չենք ունեցել, էս էլ դի վերլուծվի հասկանանք, կարող է ինչ-որ sense մտքի արկայություններ եղել են, բայց իներցիան էլ սարսափելի բան է, էլի, այդպես բոլորիս տարել է այդ իներցիան մի ճանապարհ։ Բայց ես նույնիսկ մտածում եմ, որ եթե օրինակ չնայած դա ինչ կարևոր է այդ կոնտեքստում, ուզում եմ ասել, որ նույնիսկ եթե մենք այդ իմաստություն ունենայինք եւ մեր ժողովրդին ասեինք, sense հա, վստահ չեմ, որ դա ընդհանրապես կկարվեր մի բան հաշվի չենք առնում։ Տաբուները, որը մենք տաբուների աշխարհի չեմպիոնն ենք, պարոն Վարչապետ։ Թեմաներ կան, որ չի կարելի հանգացնել։ Տաբուները շատ կարևոր են եւ տաբուները նաեւ մեր ենթագիտակցությունը ավելի խորացնում են։ Այսինքն մեր ենթագիտակցությունը ոչ թե առաջ են բերում, դարձնում են գիտակցություն, այլ մեր ենթագիտակցությունը սեղմում են, դարձնում են ենթագիտակցություն, որովհետև այն մտքերը, որ առկայծում են իրականության հետ առնչվելիս, թույլ չտան, որ իրանք դառնան գիտակցություն։ Բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում ասել, երկու հանգամանքի վրա եմ ուշադրություն հրավիրում։ Տեսեք, պատմական Հայաստան թեմայի վտանգավորությունը մենք չենք մեզ համար, առաջին հերթին մեզ համար, մենք չենք արձանագրել։ Ինչի չենք արձանագրել, որ եթերում եք, թե եթերում չի։ Կարող է պարզվի ընդհատվեց, հույս ունեմ, խոսքս այնտենց տեղում չի կտրվել, որ դառնա զգայուն թեմայի մասին։ Հիմա կասենք կտրեցի։ Տեսեք, մենք պետք է այդ էլ հաշվի առնենք։ Այսինքն օրինակ, այսօրվա մեր երկրի տարածքում եւ ուրիշ տարածքներում էլ 1000 տարի, այսինքն Բագրատունիներից հետո մեկ է հայկական անունով դե յուրե պետություն, որտեղ ունենք Starlink, ընդհատվեց էլի, չգիտեմ էլ որտեղ կընդհատվի, եթե հանկարծ միտքը այնստեղից կպնի, որ մեծ աղմուկ առաջանա, հաշվի առեք տեխնիկական դետալները, հետո մենք կնայենք, կպարզաբանենք։ Դե միևնույնն է, անցած խոսելու ենք այս թեմաների մասին։ Հաջորդը խաղաղության եւ պատերազմի մասին։ Շատ է խոսվում նրա մասին, որ 18 թվից առաջ կամ մենք նախկինում ունեցել ենք խաղաղություն։ Անկախության առաջին օրից մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք պատերազմ, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ մարդիկ են, զինվորներ են զոհվում եւ վիրավորվում։ Մենք չենք ունեցել խաղաղություն, մենք ունեցել ենք անընդհատ պատերազմ եւ մենք ունեցել ենք պատերազմի բորբոքման հետաձգում, անընդհատ հետաձգում, էլի հետաձգել եւ այդ հետաձգման ժամկետի ավարտը ազդարարվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմով, բայց դա շատ կարեւոր է, ոչ միայն ապրիլյան պատերազմին նախորդել է Ղարաբաղի հարցի կարգավորման առաջարկությունների բոլորովին նոր փաթեթը, որը արդեն մեզ բոլորիս հայտնի է եւ հրապարակվել է։ Այսինքն մենք եւ ելի եմ ասում, Ղարաբաղի հարցի կարգավորման շրջանակը 1996 թվին Լիսաբոնի գագաթաժողովի 96 թվին արդեն շրջանակված է եղել եւ Ղարաբաղի հարցը այդ ժամանակ արդեն լուծված է եղել։ Այս ամբողջ ձգձգումը եւ հետաձգումը նրա մի բանի համար է, որ լուծվի Հայաստանի հարցը, այսինքն չլինի Հայաստանի պետականությունը։ Եվ մենք հենց էսա որ հասկացել ենք, ու շատ արագ ենք հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է թակարդում։ Եվ մեր խնդիրն է եղել Հայաստանի Հանրապետությունը թակարդից հանել։ Այո, ես չգիտեմ, իհարկե մեր զոհերի եւ զոհողությունների գնով, բայց մենք հանել ենք այդ թակարդից եւ սա ամենակարևոր բանն է եւ նրանք ովքեր ասում են որ զոհողությունները իզուր են եղել նրանք սա չեն հասկանում որ Հայաստանի
պետականությունը դուրս է եկել թակարդից։ Մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ։ Եվ էսա ամենակարևոր արդյունքը մինչդեռ այն սցենարը, որում մենք գտնվում ենք 2018-ին, նրա մասին էր, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն պետքա չլինի։ Առավելագույնը պետքա լինի մի հատ բանանային պետություն, որ շնչել արտաշնչելու համար տարբեր տեղերից թույլտվություններ ստանում։ Եվ այս ամենակարևոր արդյունքը, որ մենք արձանագրել ենք։ Եվ ես ասում եմ, այս երկար տարիներ համբերատար բացատրելուց հետո եկել է ժամանակը, որ մենք մեր Հայաստանը պաշտպանենք։ Մենք մեր այսօրվա Հայաստանը պաշտպանենք, մեր այսօրվա զոհերի եւ զոհողությունների արդյունքը պաշտպանենք։ Եվ այս քարոզարշավը դրա մասին, այս ընտրությունները դրա մասին է լինելու։ Տեր ենք կանգնում խաղաղությանը, տեր ենք կանգնում պետությանը, տեր ենք կանգնում ինքնիշխանությանը, տեր ենք կանգնում բարեկեցությանը, տեր ենք կանգնում ապագային։ 21 թվին մենք ասացինք ապագա կա, այսօր գալիս ենք ասելու, որ էսա ապագան մենք վերել ենք ժողովուրդ։ Այդ ապագային դուք պետքա տեր կանգնեք։ Ու սա պատմական փոփոխություն է, ինչի, որովհետև նախկինում միշտ ապագան մեզ համար եղել է շատ հեռու մի բան, հեռու, որը եկավ էլի, հա վերջը տենց էլի ընդհատվեց, էլի ճիշտ եք ասում, վերադառնալու ենք այս թեմային, կամ խոսքը միտեղ մի ինչ-որ այլ տեղում ընդհատված լինելու աղմուկա բարձանալու, մենք էլի վերադառնալու ենք, խնդրեմ։ Գիտեք ինչ է ուզում ասել, պարոն վարչապետ, որ խոսում եք, չէ՞, նշեցիք, որ զոհեր, ծանրանստել մեր վրա այս ամեն ինչ այդքան զոհ ենք տվել, ուզում եմ, ես չգիտեմ, կարծեմ եթե չեմ սխալվում, մի անգամ առիթ ա եղել, սա հրապարակային էլ եմ ասել, բայց ուզում եմ կրկնել։ Մի իրադարձություն տեղի ունեցավ, որը իմ վրա շատ մեծ տպավորություն գործեց, էլի, այտենց ես շատ հետո մտածել եմ այդ մասին։ Ես հանդիպում էի մի մարդու հետ, ում որդին զոհվել էր պատերազմում 20 թվին։ Մենք խոսեցինք ման տարբեր բաներից։ Այս շրջայցերի ընթացքում։ Չէ, մի 2 տարի առաջ, մի տարի ու կես առաջ խոսեցինք, ման հետո երբ որ արդեն հրաժեշտ էինք տալիս, գնալիս այդ մարդը մի բան ասեց, որ հետո ինք հաջողվեցինք, ինքը գնաց։ Ես sense մնացել էի ապշահար նույն դիրքում կանգնած նայում էի այդ դրան ուղղությամբ։ Գնալիս նորմալ քննարկեցինք ցավոտ հարցեր, ջերմ հարցեր եւ այլն։ Գնալիս ասեց, ընդ որում արդեն այդ թեմայից մի քիչ անցել էինք, հրաժեշտ տալուց շրջվեց, ասեց իմ տղեն Հայաստանի ինքնիշխանության համար է զոհվել։ Ու ասում եմ այդ մարդը գնացել էր, ես sense ապշահար կանգնած դեղ ասում եմ, ինչ խորը բան ասեց այս մարդը, ոնց կարելի է այսքան խորությամբ գիտակցել այդ ամեն ինչը ու այդ մի նախադասության մեջ բարփակել այն ամեն ինչի մասին մենք ասես խոսում ենք կամ փնտրում էինք ինտուիտիվ, հետո գիտակցաբար եկանք վերլուծելով այդ եզրակացությանը, հիմա այդ նույն բանը մեր քաղաքացիների հետ ենք կիսվում։ Ճշգրիտ է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարցն է եղել եւ մեր ժողովուրդը պաշտպանել է եւ ընտրել է Հայաստանի ինքնիշխանություն։ Եվ հիմա էլ երբ որ ասում են տեր կանգնիր խաղաղությանը, մենք կրկին ապավինում ենք մեր ժողովրդի վճռականությանը եւ որոշմանը խաղաղությամբ եւ խաղաղության միջոցով պահել Հայաստանի Հանրապետությունը եւ պահել այն զարգացման ռելսի վրա, որ այսօր այո, ինչքան էլ չարակամները չուզենան նկատեն, այդ ռելսի վրա Հայաստանը դրված է։ Երբ են այսքան տեսել, այսքան գեր ժամանակակից դպրոցներ, բավականին լավ որակի ամեն ինչը, բան վարչապետ, որ ոլորտին ուշադրություն ենք դարձնում։ Երբ է եղել Հայաստանում կենսաթոշակը նվազագույն, ուրեմն սպառողական զամբյուղից ավել։ Երբ է եղել, որ առողջությունը ապահովագրված է եւ օրինակ տարբեր խավերի, խմբերի սկսեցինք խոցել ավելի խմբերից, հետո ընդլայնելու ենք, մարդը գնա, երբ որ ստացվում է կյանքը ցավոք սրտի, այնպես է որ օրգանիզմը մաշվում է, առաջանում են հիվանդություններ, տեղերն ու պատառներ եւ մարդը դիմում է բժշկի։ Երբ է եղել, որ այսքան ապահով վստահ գնա դիմի բժշկի, իմանալով որ այդ ծախսերը հոգալու են։ Շատ լավ, պարոն Միրզյան, նորից մեր խոնարհումը մենք ծնկի ենք գալիս մեր բոլոր զնահատակների առաջ, նրանց հիշատակի առաջ, բոլոր մեր նահատակների ընտանիքների առաջ, բայց խնդրում ենք նաև երբեք չմտածել, որ այդ զողողությունները եւ մեր եղբայրների
կյանքը եւ զոհողությունը ու իզուր է եղել, որովհետեւ մենք այսօր բարիս ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո իմաստով ձեռք ենք բերել պետություն, ինքնիշխանություն եւ անկախություն, առնվազն էականորեն բարձրացրել եւ ավելացրել ենք մեր ինքնիշխանության եւ անկախության մակարդակը։ Սիրելի ժողովուրդ, այս եթերը, որը շատ բովանդակային ստացվեց, նախնական պլանավորված նպատակն է ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հարարատ Միրզոյանին։ Հիշեցնեմ, որ նա 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, հիմնադիր անդամ, 2018 թվականին զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, հետո 2018 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով ազգային ժողովի նախագահի պաշտոնը, 21 թվականի ընտրություններից հետո մինչև օրս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։ Լավ եղեք, կհանդիպենք, այլ տեխնացուների էլ կհրավիրեմ այս տաղավար ուրախ ավտոբուսի եւ նրանց կներկայացնեմ։ Իհարկե եթերները բարձա ճանապարհին կարող են ընդհատվել, բարձա կարող են խոսքի շատ անհարմար պահի ընդհատվել, հետագայում լրացուցիչ բարձաբանումներ կլինենք։ Խնդրում ենք, եթե հանկարծ ինչ որ այդպիսի նախադասություն կլինի եւ շահարկումներ եւ այլն, համբերատար սպասել այդ ընդհատվածների հետ կապված եւ ընդհանրապես համբերատար սպասել, եթե այդպիսի իրավիճակ լինի, մենք անպայման կանդրադառնանք, լավ եղեք։